Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1218-րդ օրն է։ Որոշեցի ձեզ համար նաև կարճ եթեր անել այս ալիքով, կխոսենք ռազմաճակատում ստեղծված իրավիճակի եւ ամենակարևոր իրադարձությունների մասին։ Նրանք, ովքեր դեռ չեն տեսել ծանուցումը, տեղեկացնեմ, որ անալիտիկա ալիքում հրապարակել ենք եթեր վերլուծական նյութերով եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարիա Վալոդինեի հետ հարցազրույցով։ Այնտեղ եղել է զրույց իսկական բարեկամների միջև, ովքեր անհանգստանում են Հայաստանի համար։ Մինչ աշխարհով մեկ մարդիկ ամառային հանգիստ են վայելում, Ուկրաինայի ռազմաճակատում նոր լարվածության փուլ է սկսվել, Հայաստանում էլ հերթական սև ու սպիտակ բեմադրություն, խաթարական ներկայացում է, բայց այդ թեմայով ճիշտ ասած չեմ ուզում խոսել, ոչ այսօրվա իշխանություններին, ոչ էլ ռևանշիստներին, ինչ որ առանձնակի վստահություն չկա։ Մանավանդ որպես քաղտեխնոլոգ ես այս իրադարձություններում տեսնում եմ այլ բան, իշխանության ցածր վարկանիշ ընտրություններից 1 տարի առաջ, ինչպես նաև ակնհայտ արտաքին քաղաքական ձախողումներ։ Միայն Ստամբուլյան հռչակագրով Ադրբեջանը ցույց տվեց խաղաղ օրակարգի արհեստական լինելը, իսկ Իրանը, որի պատճառով Հայաստանի իշխանությունները կորցնում են լուրջ համաշխարհային խաղացողների վստահությունը, հանգիստ միացավ ադրբեջանական այդ Ստամբուլյան նախաձեռնությանը, ել չխոսեմ կենտրոնական Ասիայի ԱՊՀ երկրների մասին։ Իմ կարծիքով Հայաստանի արտգործնախարարության արձագանքը բավականին պասիվ է, միայն մեկ հայտարարությամբ Ադրբեջանին ուղղված դա գրեթե ոչինչի մասին է, որովհետև տեսանք ադրբեջանցիները այդ առիթը օգտագործեցին ավելի շատ իրենց ռոպագանդան տարածելու համար։ Այս ֆոնին շատ հարմար է երևի թե կազմակերպել այն, ինչ մենք տեսնում ենք Երևանի փողոցներում, վհուկների որս, երևի թե հույսով բարձրացնելու թե սեփական վարկանիշը, թե ապագա ընդդիմախոսների, որպիսի ներկայացումը շարունակեն արդեն 1 տարի անց։ Իսկ տեղի ունեցողին ներկայացնելը որպես հակամարտություն Ռուսաստանի հետ որևէ քննադատության չի դիմանում, քանի որ հենց այսօրվա իշխանություններն են նվազեցրել եւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Եվրոմիության եւ Ամերիկայի հետ, իսկ Ռուսաստանի հետ այն բարձրացրել են աննախադեպ մակարդակի, ինչպես ասում են, ապրանքաշրջանառությունը վկահա։ Ավելի լավ է խոսենք ռազմաճակատի մասին, այնտեղ լուրերը իրական կյանքից են եւ ազդում են իրականության վրա։ Իսկ Իրանի այն երկրպագուներին, ովքեր թաքուն հետևում են մեզ այստեղ, մենք ձեռքով ենք անում եւ հաջողություն ենք մաղթում, թող փորձեն բարձել ինչու Իրանը միացավ ադրբեջանական նախաձեռնությանը։ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնի տեխնացուն վստահ է, որ Ուկրաինան ունակ է հաղթել Ռուսաստանին պատերազմում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնում առաջադրված գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայի հաղթանակին։ Նա այս կարծիքը հայտնել է Ամերիկայի Սենատում լսումների ժամանակ։ Ուկրաինան ցանկանում է ընդլայնել իր ինքնաթիռների նավատորմը ֆրանսիական Mirage 2000 կործանիչներով, քանի որ այդ ինքնաթիռները իրենց շատ լավ են դրսևորում ռազմաճակատում։ Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահները երեք քննարկել են այս եւ այլ հարցեր Հաագայում։ Երկու երկրներն էլ ցանկանում են համագործակցություն հաստատել դրոնների արտադրության ոլորտում։ Երեք Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին կարողացավ հանդիպում ունենալ իր ֆրանսիացի գործընկերոջ Մակրոնի հետ եւ կարեւոր թեմաներ քննարկել։ Օրակարգը շատ հագեցած է։ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի հարյուրավոր հոփերթիրներ, օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ կստեղծվի Ուկրաինայի համար հեռահար անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների համատեղ արտադրություն, սակայն Ուկրաինայի սահմաններից դուրս։ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն եվրո ուկրաինական An-196 հարձակողական դրոնների սերիական արտադրությունը սկսելու համար, որոնք կարող են խոցել թիրախներ ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա, դե պուտինիստների ջանը թող յուղվի։ Զելենսկու եւ Թրամփի հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ավարտվեց, այն տևել է մոտ 50 րոպե։ Ուկրաինայի նախագահը Թրամփի հետ հանդիպումը անվանեց երկար եւ իմաստալից։ Թրամփը Իրանի հարվածները համեմատել է Հիրոսիմայի եւ Նագասակիի հետ եւ ասել է, որ պետք է խոսի Պուտինի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ նախագահ Զելենսկին նույնպես կարևոր երկկողմ հանդիպումներ է անցկացնում։ Մենք ամենակարևոր տեղեկատվությունը հրապարակում ենք մեր Telegram-յան ալիքում, իսկ եթե լինի YouTube-ի ֆորմատի, անպայման վաղը կանդրադառնանք, բայց միայն զենք եւ ֆինանսավորում չի գալիս Եվրոպայից, Ադրբեջանի եւ Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք կասկածվում են օկուպացված Ղրիմի միջոցով կեղծ դոլարներ վաճառելու մեջ, Գերմանիայից արտահանձ
հանձնվել են Ուկրաինա, ահա թե ինչ է կատարվում նաև պատերազմող երկրում, ինչպես ասում են, ամեն մեկը իր գործով է զբաղված, զինվորները պատերազմով, իսկ քրեական տարրերը իրենց գործերով։ Անցնենք ռազմական նորություններին։ Ռազմաճակատում անցած մեկ օրում արձանագրվել է 151 մարտական բախում, ամենաթեժ ուղղությունները եղել են Պոկրովսկի, Լիմանի, Տարեցկի եւ Նովոպավլովսկի ուղղությունները։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Տեղեկություն կա, որ ռուսական կողմը 2 գյուղ է գրավել Դոնբասում։ Անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանական ուժերի ավիացիան հրթիռների զորքերն ու հրետանին հարվածել են հակառակորդի անձնակազմի, զինտեխնիկայի եւ սպառազինության կենտրոնացման 15 վայրերի։ 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 320 միավոր զինտեխնիկա եւ 950 ռուս զավթիչ։ Ուկրաինայի գենշտաբի գնահատականների համաձայն լայնածավալ պատերազմի սկսելուց ի վեր ռուսական կորուստների ընդհանուր թիվը հասել է 1,14650-ի։ Ուկրաինական ուժերը շարունակում են աշխատանքները օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին հարվածելու ուղղությամբ։ 3 հարվածներ են հասցվել Ղրիմից եւ Ռոստովից մինչեւ Թաթարստան, խոցվել են ռազմաճակատում օկուպացիոն ուժերին սպասարկող կարևոր ռազմական եւ վառելիքային թիրախներ, օրինակ Ատլանտ աերո ձեռնարկությունը, որը զբաղվում է ինքնաթիռների, այդ թվում տիեզերական սարքավորումների արտադրությամբ։ Ռուսաստանը կրակի մեջ է, այրվում են գործարաններ, նավթի պահեստներ եւ անտառներ, դե ոչ ոք Պուտինին հեշտ կյանք չի խոստացել, ինչպես իրենք են սիրում ասել, մենք դեռ չենք սկսել։ Մեր Telegram-ան ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են ռազմաճակատի տարբեր հատվածներում ռուսական զորքերի ջախջախման բազմաթիվ կադրեր։ Telegram-ան ալիքի QR կոդը ձեր էկրաններին է, մասնավորապես հարավում Տոկմակի տարածքում առավոտյան ժամը 11:15-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են ճշգրիտ եւ համարձակ գործողություն, որի արդյունքում նրանց հաջողվել է առաջին իսկ հարվածով կանգնեցնել ռուսական բեռնատար գնացքը, ասեմ, որ գնացքը բառացիորեն կես է եղել։ Կան նաեւ կադրեր, թե ինչպես են Ուկրաինայի ռազմածովային ուժերը օգտագործելով Բայրակտար TB2-ը խորտակել Ռուսաստանից Սևծովյան նավատորմի կացերը Խերսոնի մարզի արևմուտքում։ Ուկրաինայում ստեղծվել են 60 կիլոմետր հեռահարությամբ ռուսական կառավարվող ավիառումբերի անալոգը։ Գեղեցիկ կադրեր ունենք նաև այս մասին մեր Telegram-ում։ Այսքանը մեր կարճ թողարկման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ ակտիվորեն տարածել մեր եթերը։ Մի մոռացեք, խնդրում եմ նաև լայքերի եւ մեկնաբանությունների մասին։ Սրանք սոցիալական ցանցերի ալգորիթմների համար են, որ եթերը ավելի լավ տարածվի։ Առանց այդ էլ Ամռանը YouTube-ը այդքան էլ ակտիվ չէ, իսկ տեղի ունեցող այդ շեղող բեմադրությունները մարդկանց կարծես իրական լուրերից հեռու են պահում։ Տարածեք, որպեսզի մարդիկ իրական տեղեկատվություն ստանան, շատ եմ խնդրում։ Բոլորիդ մաղթում եմ լավ երեկո, կհանդիպենք նոր եթերում, մինչ նոր հանդիպում։